գիտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ԱԻ-ի առաջնորդ Պարուր Հայրիկյանի հետ։ Ողջունում եմ պարոն Հայրիկյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Որովհետեւ ինձ նույնպես հաճելի է։ Մեծ արձագանք եղավ, բոլորս հետևում էինք, բոլորս այսպես ճիշտ ասած զարմացան, շատ-շատերը զարմացան ձեր այն հայտարարությունից, որում դուք ասացիք, որ դոկ կուսակցության հետ առաջիկա ընտրություններին դաշինքով պատրաստվում եք համագործակցել։ Դե բոլորը զարմացան, որովհետև իսկապես անսպասելի էր։ Ինչու այդպիսի որոշում եղավ, ճիշտ է, դուք բանցիկ ասացիք ինչու, բայց այժմ ես կուզենամ, որպեսզի դուք ավելի բացված ներկայացնեք ձեր որոշման դրդապատճառները։ Ընդհանրապես մարդիկ ուրախանում են կամ պիտի ուրախանան, երբ իմանում են, որ տեղեկանում են, որ ինչ որտեղ, ինչ որ մարդկային խմբեր իրար հետ համաձայնության են գալիս։ Բայց ես այս դեպքում ասեմ, որ պատվո ծաղիկները պետք է ոչ թե մեզ տալ, ԱԻ-ին տալ, այլ տալ դոկ կուսակցությանը, որովհետև մենք այսպեսի մի հայտարարությամբ էինք հանդես եկել։ Ունենալ բացարձակ ժողովրդավարության համակարգի նախագիծ, սահմանադրություն, դրա հետ կապված ընտրական օրենքի նախագիծ եւ այլն, եւ այդ պայմաններում գնալ մի սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով ընտրությունների, որոնց հիմքում ընկած է Մուսոլինի, Սերժ, Նիկոլ ընդհանրությունը, սարսափելի։ Մուսոլինին Իտալիայի ֆաշիստական, բայց նրա դերը հետևյալն է, այս սահմանադրությունը, որ մենք ունենք, այդպիսի սահմանադրությունը հաճելի եւ ձեռնտու է եղել միայն Մուսոլինիին, սա նրա նախագիծն է, սարսափելի մի բան։ Մենք համարեցինք, որ դա վիրավորական է, ստորացուցիչ, որ իր ազգի առաջատար կազմակերպությունը, մեզնից 5 կազմակերպություններ եղել են, բայց նպատակների հասնելու առումով բոլորը ցավում եմ շատ 0։ Ինչ նպատակ որ դրել են իրենց արժև, նույնիսկ կոմկուսը, որ համաշխարհային հեղափոխությունից էր խոսում եւ ամբողջ կայսրության գաղափարախոսություններ, նրանք ոչ մի բանի չեն հասել, բացի զոհեր տալուց։ Այդ զոհերը մեզ ոգևորել են պայքարի ընթացքում։ Իսկ ԱՄԿ-ը, որի 60-ամյակը լրանում է այս տարի, հենց ապրիլ ամսին լրանում է ազգային միացյալ կուսակցության, հետո ԱԻՄ-ի, ընդհատակից դուրս եկած նույն ազգային միացյալ կուսակցությունն է 60-ամյակը։ Այս 60-ամյա կազմակերպությունը հասել է գոնե նրան, որ իր առաջնահերթ խնդիրը անկախություն հանրաքվեի ճանապարհով, որի արդյունքում Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի ենթակա, դա նշանակում է կենցաղային մակարդակից դարձավ միջազգային հարաբերությունների գործուն անդամ։ Հիմա մենք դրան հասել ենք եւ դա մեծ բան է ու ասում ենք, որ եթե հիմա մի ավելի կարևոր քաղաքակրթական գյուտ ունենք հարած եւ դա շրջանառության մեջ է, օրինակ պիտի որ արդեն եթե օրենքներին հետևեին իշխանությունները, այսինքն եթե օրինախախտ չլինեին, պիտի արդեն մենք քննարկման ընթացքում ունենայինք մեր նախագիծը, որը շատ ավելի պարզ է, որովհետեւ մենք 0-ից չենք սկսում, մենք սիրում ենք մեր հայրերի կատարած գործերը չուրանալ, այնտեղ եղած սխալները պատրաստ ենք ուղղել խոսել դրա մասին, բայց ընդհանուր գործը չուրանալ։ Միայն կներեք քաղաքական գյադաները, այդպես ասեմ, քաշնազարի լեզվով ասեմ, միայն նրանք են ասում, մենք 0-ից սկսենք, մենք բացառիկ ենք։ Այսինքն դու հայր չես ունեցել, դու պատի ճեղքից ես տնվել։ Իսկ մենք հարգում ենք մեր հայրերին եւ պարզապես պիտի փոփոխություններ կատարենք։ Ուրեմն այդ պայմաններում, այդ տրամադրությամբ մենք հայտարարեցինք, որ այս ընտրություններով թող ուրախանան բոլոր փոքրիկները, սկսնակները, մեծամիտները, տհասները, բայց մենք դրան չենք մասնակցի։ Այլ բան, եթե այս ընտրություն կոչված միջոցառումը կարելի է օգտագործել դաշինքով ընտրության գնալ որպես միջոցառում, որի նպատակն է մեր բացարձակ ժողովրդավարության սահմանադրության ներդրումը Հայաստանի կյանքում։ Այսինքն դա առաջնահերթություն հայտարարվի։ Ասեմ, հիշեցնեմ, որ 16 քաղաքական ուժեր դա շատ կարևոր համարել են եւ մեզ հետ համամիտ եղել են, բայց նրանցից շատ քչերն էին համարում, որ դա առաջնահերթ խնդիր է։ Մինչդեռ մենք այդ հարցադրումով հայտարարությունն արեցինք եւ հետո դեմոկրատիա, օրինականություն եւ կազմակերպվածություն կուսակցությունից զարմանալիորեն արձագանքը առաջինը իրենցից ստացանք։ Ես մտածում եմ, եթե դա առաջին արձագանքն է, որ հետո պիտի հետևի, վերջո դիմել են քաղաքական դաշտին։ Ասում ենք, եթե սիրում ես քո ժողովրդին, դու գլխավորը պիտի մտածես, որ ժողովուրդը իր իրավունքների տերը լինի, այսինքն երկրի տերը լինի, իշխանության տերը լինի ժողովուրդը քաղաքացին։
Մտածում ենք, որ շատերը գարձականք են, բայց պարզվեց հայկական քաղաքական դաշտում բոլորը եսակենտրոն, ինքնասիրահարված եւ ժողովրդին արհամարող միջակայություններ են ու դրանց մեջ առանձնացավ դոկ կազմակերպությունը դիմեց մեզ մենք այնքան էլ պատրաստ չէինք այդ մոտեցմանը հայտնի պատճառներով որոնք երևի ասեմ մենք հաղթահարելու պատրաստ չէինք Դուք եք զարմացաք Մենք սպասում ենք, որ մյուս քաղաքական ուժերը, որ խոսում են ժողովրդին սիրելու մասին, ամենակարևոր գործին կմիանան։ Ու միասին այդ դեպքում մեծ միասնական ճակատ կձևավորեինք բոլորս, որ մեր խնդիրն է Հայաստանը դարձնել աշխարհի ամենաժողովրդարական երկիրը, քաղաքացին իսկապես դարձնել տերը եւ հայ ժողովրդի վրա եղած մեծագույն առաքելությունը մեր այսօրվա քաղաքակրթության հիմքում քրիստոնեական արժեհամակարգն է։ Համակարգորեն Պետականորեն պետության մասին չի խոսքը, որ համակարգորեն քրիստոնեությունը առաջինը ընդունվել է Հայաստանում։ Դրանից առաջ այս նշանները հայերը ինքնասիրահարված շատ բաներից խոսում են, բայց անտեսում են։ Դրանից առաջ Նոյան տապան երբ մարդկությունը վերացավ, եկավ էլի Հայաստանում իջավ։ Դա նշան է, Աստված ասում է, ձեր երկիրը դուք առաքելություն ունեք։ Եվ դուք սպասում եք, որ արձագանք կլինի եւ արձագանք։ Ասեմ, եւ դրանից էլ առաջ ի վերջո դրախտավայր Հայաստանում է, չէ՞ ստեղծվել։ Ու մենք արձագանք ստացանք միայն դուք կուսակցությունից։ Եթե դժվար չի, ինչպիսի արձագանք։ Դա ինչ տեսքով է արձագանք։ Առաջարկ որ միասին գնանք, որ ասենք ձեր կոչը առաջնահերթություն համարել սահմանադրական բարեփոխումները եւ Հայաստան իսկապես դարձնել բացառիկ բոլոր ազգերի համար երանելի օրինակելի երկիր։ Իրենք ասեցին մենք 1000 խնդիր ունենք, հետո տարբեր ուղիներով ես տեսա որ շոշափում են մեզ հետ արտաքին քաղաքական կողմնորոշում, արդարության վերականգնում եւ այլ հարցեր, հստակ ասացինք Մեզ համար դա ոչ միայն առաջնահերթություն, այլ հիմնական հարցը, գերհարցը։ Հիմա էլ եթե ասենք այլ օրինակ մեր նախկին դաշնակիցներից կան ուժեր, որ ասում են, որ մենք տրամադրված ենք դա առաջնահերթություն համարել։ Եվ այս օրերին, փաստորեն այսօր մենք կավարտենք բանակցությունները, այնպես է որ մենք պահանջ չենք ներկայացրել որևէ քաղաքական կողմնորոշման Վերջի քաղաքականության մեջ արգա բոլոր հարցերի նկատմամբ ասել են, քանի որ սա առաջնահերթություն համարելու դեպքում մենք 3 ամսից 6 ամսվա ընթացքում ունենալու ենք նոր սահմանադրություն, մյուս հարցերը 10-րդական են։ Ընթացիկ հարցերը պիտի լուծենք, կմասնակցենք ով ինչով որ կարող է։ Մի բան էլ լավ, երևի հարցերի ընթացքում կասեմ։ Դե այս հարցը պիտի տամ, բայց դուք սկսեցիք պատասխանել, բայց ես կուզենայի ավելի հանգամանալից ասեք, եթե հարկ եք համարում, իհարկե այլ հարցերում Չէ՞ որ կուսակցությունը երբ որ գալիս է ծրագիր է ներկայացնում, դուք կուսակցությունը տվյալ դեպքում ունի երևի իր ծրագիրը, դուք ձերը բացի այդ բացարձակ ժողովրդավարությունից ինչ որ այլ խնդիրներ էլ կան։ Արդյոք համահունչ են ձեր ծրագրերը։ Արդյոք կան կետեր բացի այդ բժ-ից, ինչպես դուք եք սիրում համառոտ հապավումով տալ, կան կետեր, որտեղ դուք համամիտ եք, համահունչ է ձեր տեսակետները Թե միայն այդ հանգամանքը, որ նրանք արձագանքեցին, ասեցին, այո, բացարձակ ժողովրդավարությունը լավ բան է։ Չէ, լավ բան է, չէ, առաջնահերթություն է, Առաջնահերթություն է։ Դա բավարար պայման է։ Գիտեք, այո, դա մեզ համար բավարար պայման է, ասեմ, այստեղ պիտի խոստովանեմ, որովհետև եթե մարդը կարող է հաճելի բանը չասել, թողնում է հետագային ինչ իմաստ ունի։ Ձեզ հետ խոսելը շատ հաճելի է, որովհետև իմ պատասխանը տալու ընթացքում դուք կարողանում եք գտնել դրա զուգահեռ ամենակարևոր Այսինքն ոչ թե պատրաստի, շնորհակալ եմ դրա համար, հիմա ասեմ։ Մենք մեկ կուսակցություն չենք դառնում։ Իսկ դաշինք նշանակում է շատ հարցերում տարաձայնություններ ունեցող, նույնիսկ կարող է սկզբունքային տարաձայնություններ ունեցող ուժերի համատեղ գործունեություն, կարևորագույնի շեշտադրմամբ։ Իհարկե մենք կունենանք տարաձայնություն։ Երբ ԱԻՄ-ում դրվեց այս հարցը քվեարկության, ԱԻՄ նախագահությունը պիտի որոշում ընդուներ, ես զարմացա որ ԱԻՄ-ականները 10 12 անդամներից 9 հստակ 10-րդը մի փոքր այդպես ստատանումներով որ եթե իրենք գրավոր խոստանան բան այդ նշանակում էր այո այդպիսի առավելությամբ շատ քիչ է լինում քվեարկություններ եւ բոլորն էլ տեղյակ են որովհետեւ եթե կուսակցություն ես դու կանոնադրությունը ներկայացնելիս քո ծրագրային կետերը նույնպես նշում ես այդպես ընդունված կարգը հիմա Մենք էլ ունենք նշած ծրագրային կետեր իրենք էլ, որքանով որ ես խորացել եմ, շատ կարևոր է, ես խոսում եմ ծրագրային հարցերի մասին, թող որևէ մեկը ուրիշ պատասխան չսպասի ծրագրերի մասին էր, հարցը դրան էլ պատասխանում եմ։ Կարևոր էր, որ ճշմարտությունը իրենց մոտ, մեզ մոտ ճշմարտությունը անմիջականորեն կապվում է քրիստոնեավարական մեր
աշխարհընկալման հետ։ Իրենց մոտ ինչի հետ է կապված չգիտեմ, բայց ճշմարտությունը, արդարությունը, հանցավոր արարքների դատապարտումը կա, բայց մենք պատկերացրեք նույնիսկ այն հարցերում, որոնք մեզ համար ընդհանրական են, նույնիսկ այդ հարցերում այդպես խանդավառություն չենք դրսևորում։ Մենք ասում ենք, մեզ բավական է, որ դուք քաղաքացուն երկրի տերը դարձնելու հարցը իսկապես մեզ նման ընդունեցիք, որ դա առաջնահերթություն է, որ եթե ուզում ես որևէ լավ բան անել։ Եվ քանի որ դա ընդունում են, նշանակում է սահմանադրության հարցը ընդունում են, ու տեսեք ինչ կա։ Բոլոր են քաղաքական ուժերը, որ այս հարցը ճիշտ սահմանադրություն ունենալու հարցը առաջնահերթություն չեն համարում, դրանք նաև պիտի խոստովանեն իրենց, ես չասեմ, իրենք խոստովանեն, որ իրենք վերլուծական միտք բոլորովին չունեն։ Հայաստանի ողբերգությունները ինչից սկսվեց։ 15 թվականին ընդունվեց Մուսոլինիի սահմանադրությունը, հիմա կարող ենք ասել Մուսոլինի Սերժ Նիկոլ սահմանադրությունը, որի դեմ ճիշտ է Նիկոլը խոսել է, նույնիսկ ասել է, որ այս սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով արդար ընտրություններ հնարավոր չի կատարել, ասել են, բայց ուրեմն սա իրենց սահմանադրությունը։ Դրանից հետո սկսեցին մեր փորձանքները։ Քարորիա պատերազմը, հետո մյուս պատերազմը, հիմա մեր բարոյական անկումը։ Աշխարհում չկա այսպիսի մի ազգ, որին որևէ մեկը համարձակվի պարտադրել ուրանալ ծնողներին։ Աստվածաշունչը մեզ սովորեցրել է համամարտկային իմաստությունը։ Աստվածաշունչը ես այդ տեսանկյունից եմ նայում, որտեղ մարդիկ կան, որ հավատացյալ չեն։ Մեզ սովորեցնում է, որ պիտի պատվես ծնողներին, որպեսզի օրերդ երկար լինեն, այսինքն որպեսզի դու երջանիկ լինես։ Իսկ այստեղ գնացին այն ճանապարհով, որ ասում է համարձակվում է կրթության մշակույթի նախարարն ասել հայրենասիրությունը վտանգավոր բան է, սխալ բան է։ Այսինքն մենք հասել ենք ամենավատ մակարդակին, որը այսպեսի հարաբերական խաղաղության պայմաններում կարող էր որևէ ազգ հասնել։ Եվ այդ բոլորը սկսել է այս խուժան սահմանադրությունից։ Եվ եթե որևէ մեկը հիշում է ասպարեզ, ասում է ես աշխատատեղեր կապահովեմ։ Մյուսն ասում է ես դեռ կենսաթոշակը կավելացնեմ։ Դուք տեր չեք ժողովրդի, ժողովուրդն է տերը, եւ ժողովուրդը պիտի հնարավորություն ունենա լավ, ճիշտ պետական համակարգի միջոցով ինքը որոշել, թե այդ պահին աշխատավարձն ավելացնի, թե ռազմական ծախսերը, կրթության հարցերով զբաղվի, թե առողջապահության հարցերով, դա ժողովրդի գործն է։ Ձեր գրված այդ բացարձակ ժողովրդավարությունը սահմանադրության այդ կետերում կա այդ դրույթները կամ կան այդ մեխանիզմները, որ ժողովուրդն է անում, ժողովուրդն է տերը այս ամենի մեխանիզմների մասին։ Այսօրվա սահմանադրության մեջ էլ որպես սկզբունք ոչ թե հրճակումը, բայց մեխանիզմները արտահայտվում են արդեն պետական համակարգի միջոցով։ Երբ ունենում ես այնպիսի պետական համակարգ, որին գնացող ընտրողը գիտի, որ ես գնացի ընտրության, իմ ձայնը չի կորելու։ Ես տեսնելու եմ, թե ներկայացուցչական մարմնում, ինձ ներկայացուցչական մարմնում իմ ձայնը ստացած падգամավորը կամ քաղաքական ուժը ինչպես է քվեարկելու։ Եվ եթե իրեն սխալ պահի, մյուս անգամ ես իրեն ձայնը չեմ տա։ Այդ համակարգը աշխարհում ինչ որ ձևով փորձում են անել, բայց լավագույն ձևով այստեղ է դրսևորված, նույնիսկ շվեյցարական ուղղակի ժողովրդավարությունը համադրելի չէ, որովհետև ժողովրդավարական ուղղակի ժողովրդավարության դեպքում, երբ հաճախակի հանրաքվեներ են լինում, հանրաքվեի գնացողը մասնագիտանալ չի հասցնում այն հարցերում, որոնք իսկ այստեղ ինքը լիազորում է ինչ-որ մարդկանց, որ նրանք խորապես մասնագիտական խորությամբ ուսումնասիրեն խնդիրները եւ նոր քվեարկեն։ Քանի որ կներեք, ես այնուամենայնիվ այս հարցի վրա ուզում եմ, մենք նախկինում եւս ունեցել ենք առիթ այդ բարձրագույն ժողովրդավարության մասին խոսելու, բայց նորից այս հարցը տամ։ Այդ մեխանիզմի մասին ես որ խոսում եմ, այո, դուք ասում եք, օրենքներով պետք է կարգավորվի։ Հետկանչի մեխանիզմը կա, տեսեք, դուք ասում եք, դու պատվիրում ես, պատվիրակում ես քո ցանկությունը, քո կամքը, ուրեմն падգամավորին տվյալ դեպքում կամ այլ պետական այրին, նա չի կատարում։ Տեսեք, ես մի մեխանիզմը այդտեղ եմ ես տեսնում, կա, թե չկա մեխանիզմ։ Երբ հետկանչի մեխանիզմը դրվում է շրջանառության մեջ կամ իմպիչմենթի, որ աշխարհի որոշ երկրներում կա, ինչքան է տևում դա մոտավորապես։ Մի անգամից ասեմ, 1-ից 2 տարի։ Մեր ընտրական համակարգը այնպեսին է, որ որևէ մեկը ընտրվում է ոչ ավելի քան 2 տարով։ Աշխարհում դա կամ միայն Ամերիկայի ներկայացուցիչների պալատում։ Մենք կարող ենք ավելի առաջ գնալ, քանի որ ժողովրդավարությունը հիմնական արժեքներից է, բայց որոշեցինք աշխարհում գոյություն ունեցողից ավելի չարագացնել։ Եթե 2 տարով է ընտրվում падգամավորը, 2 տարի հետո նա քննություն է հանձնում, նոր ընտրությունները դառնում են իր համար քննություն եւ նրան հետ կանչել տրամադրվածները առանց ցույցերի, առանց հատուկ գործողությունների, ասենք մի 6 ամիս երկար է տևում անցանկալի անձի պաշտոնատար լինելը, բայց կա այլ կարգ։ Իշխանության ճյուղերի տարանջատումը հնարավորություն է տալիս սխալ աշխատող գործադիրի ղեկավարին օրենսդիրի
վերահսկող կառույցի հիմնական միջոցով կարգի հրավիրել։ Իսկ այսօր երբ դրանք նույնականացած են, այսինքն պարլամենտական մեծամասնությունը ամեն ինչի տերն է, իշխանության ճյուղերի տարանջատում չկա։ Այնպես որ եթե գրագետ լինեին մեր բոլոր քաղաքական ուժերը, կասեին, ինչ ապուշություն եք մեզ պարտադրել։ Եթե ունենային տարժական պատկերացում ներկայացուցչականության եւ համամասնականության վերաբերյալ, կասեին, սահմանադրության մեծ չի կարող լինել պարլամենտը ներկայացուցչական մարմին է, համամասնական է ձևավորվում, բայց եթե ինչ որ բան չլինի, հիմա այս նոր տարբերակում դա պահպանել են, գիտեք։ Կայուն մեծամասնություն, ով որ մի քիչ առավելություն ստանա, այսինքն մեր քաղաքական ուժերին է ուղղված խոսքս, ես չեմ կարողանում հասկանալ, այսինքն կյանքի այս փորձը, այս դառնությունները ձեզ չհուշեցին, որ խնդիրը սահմանադրությունն է։ 1920 թվականին Հայաստանը պարտվել է, որովհետև Հայաստանը խորհրդարանական էր։ Իսկ խորհրդարանական մեծամասնությունը ի վերջո որոշեց, լավ, մեկ է մեր բյուրոն է որոշում ընդունում, հակակշիռ չկար։ Երբ Ալեքսանդրապոլի պայմանագիր էին կնքում, գիտեք, Սարդարապետին չկար առանձին գործադիր իշխանություն, որը Սարդարապետի օրինակով ասեր, լսեք, մենք Սարդարապետում կռվել հաղթել ենք, այն ժամանակ ուժերի հարաբերակցությունը ավելի վատ էր մեր եւ թշնամու։ Հիմա այս ինչի է գլուխներդ կորցրել։ Ի վերջո Պետերվարյան ապստամբությունը ցույց տվեց, չէ՞ որ ներուժ կար։ Դա իշխանության ճյուղերի տարանջատման բացակայության հետևանքներ, եւ մենք դա առաջնահերթին ենք համարում, որովհետեւ հազար կյանք չունենք, որ կարևորագույն գործերը հետաձգենք։ Իսկ մյուս հարցերի մասին, որ դուք ասացիք շատ տեղին, որ կարող է լինել տարաձայնություններ, բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը վատթարագույն դեպքում ընդունված կլինի 6 ամսվա ընթացքում։ Եվ այդ 6 ամիս հետո մենք մեր ընտրություններով ամբողջ աշխարհին ցույց կտանք, թե երկիրն ինչպես է լինում։ Ավելորդ ամեն ինչ պետական համակարգից վերանալու է նախագահի պաշտոնը, այն տարբեր տեսակի, ուրեմն բարձրագույն դատական խորհուրդ, այդ որ ստեղծել են իրենց տեղի աշխատանքներ ապահովելու համար։ Ունենում ենք վարչապետ, փոխվարչապետ, ազգային ժողով եւ ընտրովի դատական համակարգ։ Բոլոր նրանց, ով դուք էլ գիտեք, մենք էլ տեսանք ձեր էջում եւ այդ լուրի տակ բոլորը, որ ասում եմ, տարակուսանք ապրեցին, զարմացան, որ դուք այդպիսի որոշում եք կայացրել։ Մեկ պատասխանով, եթե ես խնդրեմ դուք պատասխանեք բոլորին, որ ասեցին ինչու է արել, ոնց կարող էր Պարուր Հայրիկյանը ուրիշ ոնց որ տրամաբանության մեջ է գործել միշտ, դոկը Վարդան Ղուկասյանը, այլ ոնց որ թե բևեռ են, ոնց որ տարբեր բևեռների մարդիկ են եւ կարողացել են միանալ։ Ձեր պատասխանը բոլորին։ Տարբեր ձևերով են իրենք արտահայտվել, դուք գիտեք հրաշալի։ Ինձ թույլ տա մեծամիտ բաներ ասել, բայց ես ունեմ ուսուցիչ։ Ի տարբերություն մեր նույնիսկ քրիստոնյա իրենց համարող մարդկանց մեծ մասի, ես ունեմ ուսուցիչ։ Նախ, երբ մարդկանց հետ գործ ես անում, կառույց ունես, այդ կառույցի ղեկավար մարմինը դնում ես քննարկման, լսում ես նրանց կարծիքները։ Այսինքն ժողովրդավարությունը նաև ներկազմակերպական կյանքում։ Ուրեմն դրել եմ քննարկման, ստացել պատասխան։ Երկրորդ, երբ Հիսուս Քրիստոսին ասում էին, դու խոսում ես սրբություններից, բայց քեզ Մաքսավորը հրավիրեց տուն, դու գնացիր։ Հիմա ես ավելի խելոք պիտի լինեմ, քան Հիսուս Քրիստոսն էր անում, ես ով եմ, ես դատավոր եմ, երբ մանավանդ գալիս է քո դիմացին ասում է դու առաջին քո արձագանքը լինում է, գիտես ինչ կա, չեմ կարծում որ մենք ընդհանրություն ունենք, բայց կազմակերպության նախընտրական շտաբի պետի մակարդակով ասում է, ինչ հակասություններ ունեցել ենք, ինչ տարաձայնություններ ունեցել ենք, ինչ անընդունելի բաներ ունեցել ենք, դրանից կարող ենք վեր կանգնել հանուն մեր ժողովրդի։ Ես նայում եմ, ասում եմ, այս մարդն ասում է, ինչ որ ես մեզ 58 տարի եղել եմ ղեկավարը։ Գիտեք, ազգային միացյալ կուսակցության ղեկավարներին, որ բռնեցին 60 տարի առաջ ստեղծված կազմակերպության, 2 տարի հետո բռնեցին, ես դարձա ղեկավարը։ Իմ այդ ամբողջ կյանքում մինչև այսօր ես ասում եմ, որ մարդը շատ կարևոր է, բայց երբ ազգի շահերը պահանջում են, մարդը պետք է իր անձնական նկատառումներից վեր կանգնի։ Հետո ասում եմ, բայց ասել ենք բաներ, ես էլ եմ ասել, դուք եք ասել իրար հանդեպ, որ ասում եմ, բայց մենք չենք կարող դրանից վեր կանգնել։ Ես ներողություն եմ խնդրում։ Դու էլ չես կարող իմ նման ներողություն խնդրել։ Հանուն ազգի այդտեղ դու հանելու բան չունես։ Ես ասում եմ, ես պիտի քննարկեմ մեր կազմակերպության ներսում, այնպես որ բոլոր նրանք, ովքեր որ այսպես ասեմ, էլի, որտեղ նրանք առիթավոր չեն, կան նաև առիթավորներ, որ քաղաքական մրցակցության մեջ ասում են, վայ, վերջապես գտանք Հայրիկյանին, վերջապես բռնացրինք մի սխալի վրա։ Բռնացրեք։ Այդտենց էս 58 տարի է ԿԳԲ-ն հա բռնացնում էր, ի վերջ ինքը վերացավ գնաց, նկատում եմ որպես անմիջական ազդեցության գործիք, գործակալները կան դեռ։ Բայց իմ գաղափարները հաղթեցին։ Հիմա սրանից այս թեմայով խոսելու ընթացքում շատ
նրբերանգներ կան, բայց ինձ համար սպանիչ չասեմ, բայց ես հանկարծ տեսա, որ այն ինչ ես ամբողջ կյանքում ուրիշներին եմ ասել, այն մարդկանցից մեկը, որ ինձ հետ կարող եմ հետևորդ համարել ինչ-որ չափով եւ շատ հարցերում ճիշտ գնահատական տվող եկել ինձ ասում է իմ խոսքերը ու ժպտալով ասում է, հասկանում ես, որ ինքը ասում է, ես քեզնից եմ լսել նաեւ, ես դու չես կարողանում, բայց ձեզ դաս են տալիս։ Չէ, դե ոչինչ, թող դաս տան։ Չէ, ուզում ասեմ, այդպես է ստացվում, ձեզ ինչ։ Ուրախ չի նա ուսուցիչը, ով իր աշակերտից կլսի, որ ուսուցիչ դու ժամանակին սա ես ասել։ Ես այդ առիթը ունեցել եմ։ Մեկը, որ ինձ սովորեցրել էր ծոմ պահել, նաեւ առողջական նկատառումներով, բանտային հին ընկեր, հանճարեղ մարդ։ Հանդիպեց իրեն Երուսաղեմում, ասեց երակների խնդիր ունեմ, ասում բայց դու ասում ես որ ծոմ որ պահես կմաքրվի։ Ասում ես այդպեսի բան եմ ասել, ասում եմ ուսուցիչ, դու ես ինձ սովորեցրել։ Ու ես տեսա ինչքան ինքը ուրախացավ։ Հիմա տվյալ դեպքում այո, ինձ համար այնքան բան չէր, որովհետև ես կարծում էի թե Հայաստանի քաղաքական դաշտում բոլոր ուժերը կմիանան։ Բայց պարզվեց որ այդ բոլոր քաղաքական ուժերը եսակենտրոն դժբախտներ են։ Եվ ձեր խոսքի մեջ որ ասացիք մեզ սովորեցնում են կամ այսպիսի բան եք նկատել հորից եւ մորից ուրանալ, նկատի ունեք հայրենիքը։ Հայրենիք բառի մեջ ի տարբերություն, ասենք շատ ազգերի մոտ, բայց ազգերի մեծ մասի մեջ գիտեք հենց այդպես էլ կա, կապված է հայրիկի կամ մայրիկի հետ։ Родина мать, fatherland։ Ատչիզնան էլ ռուսերեն եթե ասում եք, էլի ածեցնա մեջ է։ Եվ հանկարծ համարձակվում է մեկը, որ մեր ապագան կապված է նրանից, թե մենք ինչ քաղաքացիներ կունենանք, ինչ արժեքներով, ինչ որակով։ Գալիս է մեկը ասում է Արարատի հետ կապ չունենք, մյուսն ասում է Արցախի բառը, Արցախ բառը չօգտագործես, երրորդն ասում է հայրենասիրությունը վտանգավոր բան է, դա մեզ ռեալությունից, այսինքն ասում է ես նյութապաշտ, առարկայապաշտ տականք եմ։ Դա կոչվում են հիմա ռեալ պոլիտիկ կարծեմ, այդպիսի գեղեցիկ բառակապակցությամբ են բացատրում։ Իրենց կարող է գեղեցիկ թվալ, բայց ես գիտեմ մի բան։ Երբ մենք հանկարծ վերլուծելով հասկացանք, որովհետև մեզ հետաքրքրում էր, ինչ է պատճառը, որ ԱԻՄ-ի ի տարբերություն մյուս բոլոր կազմակերպությունների ազգին կարողացել է մի տեղ հասցնել։ Մենք հանճարեղ չենք։ Հետո հանկարծ տեսանք, որ պարզվում է մենք քրիստոնեական կանոններին մեր հայրերի որդեգրած աստվածատուր կանոններին ենք ենթարկվել քաղաքականության մեջ, գաղտնիություն պահանջող գործերից հրաժարվել ենք։ Նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքից, չսկզբունք կարող եմ ասել, հրաժարվել ենք։ Ընդհանրապես ասել ենք, որ եթե դու ուզում ես ինչ-որ բան անել, պիտի դա որևէ մեկի վնաս չբերի։ Ինքնորոշումը ամենակարևոր գաղափարն է։ Աստված մարդուն ստեղծել է ինքնորոշման իրավունքով։ Եվ ինչ որ անում ես, պիտի նայես, որ քո ինքնորոշումը ուրիշի ինքնորոշմանը չխախտի։ Այդ բոլորը մենք այլ պատկերացումներ ենք ունեցել, դրա համար գտանք ժամանակին ԱԻՄ-ի համար քրիստոնեավարներ կազմակերպություն, քրիստոնեական սկզբունքներով կառավարվող, բայց հիմա շատ չենք շեշտում, որովհետև ասված է, չէ՞, Աստվանուն անհարկե մի բան արա, դրանից զգուշանալով չափի մեջ ենք, բայց մենք հո չենք ուրանալու այն, ինչ պատմական ճշմարտություն է։ Այսպիսով այս հատվածը մեր հարցազրույցի կարելի է այսպես ձևակերպել, դուք ինձ կուղեք, եթե շտկելու կարիք լինի այս ձևակերպանը։ Այս համագործակցությունը հանուն գաղափարի է, ավելին հանուն հայրենիքի։ Ճիշտ այդպես, ավելացրած հանուն այն բարձրագույն նպատակի, որ քաղաքացիները, նրանց հավաքականությունը մշտապես իրենց խնդրի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությամբ օժտված լինեն։ Իսկ դա ապահովում է այն համարադրությունը, որի վերաբերյալ մենք արդեն եկել ենք համաձայնության, առաջնահերթություն համարելով դա։ Համարում եք, որ սա ել ավելի կամրապնդի պետականության հիմքերը, ել ավելի կամրապնդի ինքնիշխանությունը երկրի։ Ամեն ինչում դրական դեր կկատարի։ Դուք չկա մարդ, որ տեսած չլինի, թե ինչպես է, ասենք, նույն հնարավորություններ ունեցող երկու տարբեր տներում, մեկում ապրում է կենվորը, մյուսում ապրում է տանտերը։ Տանտերը չապրած տունը, նրա շրջակայքը լրիվ փոխվում են։ Իսկ կենվորը ապրում է որպես ժամանակավոր դրանից օգտվող մարդ եւ անտարբեր է։ Մեր երկրում քաղաքացիների մեծ մասը ոչ միայն իրենց տեր կզգան, այլ իրենց օրինակով, իրենց ամեն ինչով վարք ու բարքով, երկրի տերը լինելու հանգամանքով կնպաստեն այն բանի, որ ոչ միայն աշխարհում եք սփռված հայերը կսկսեն մտածել Հայաստան ոչ թե որպես պապերի հայրենիք, այլ Հայաստան որպես նաև լավ երկիր գալու մասին, այլ նաև այն մարդիկ, մեր սահմանադրությունը դա էլ է նախատեսում, ովքեր ուսումնասիրելով իրենց գեները կպարզեն, որ ծագումով հայ են իրենք, եւ նրանք էլ կասեն շատ արագ սովորեմ հայերեն, սովորեմ Հայաստանի օրենքները եւ հնարավորություն ստանամ այդ գենետիկ փաստաթղթերը ներկայացնելով ասել, որ մեր սահմանադրության մեջ գրված է ծագումով հայերը
արագացված կարգով Հայաստանի քաղաքացի դառնալու հնարավորություն ունեն։ Այնպես որ դա շատ կարևոր բան է։ Եվ եւս մեկ հարց, բայց երևի գովազդային ընդմիջում հայտարարենք, հետո վերադառնանք տաղավար, շարունակենք մեր զրույցը։ Սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, գովազդը եթերում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ԱԻ-ի առաջնորդ Պարուհ Հայրիկյանի հետ։ Պարոն Հայրիկյան, ինձ մոտ էսպիսի զուգահեռ պատկերացրեցի ես։ Կա շարժում, բոլորին դեմ ենք։ Դա ժողովրդավարական այսպես նախաձեռնություն է, շարժում է, ինքնալուծարվող է։ Իրենք էլ են, դե շատ մանրամասն չեմ ներկայացնի ինչ են նպատակը իրենց, բայց հիմնական նպատակը այն է, որ անցնեն ազգային ժողով, եթե հաջողվի իրենց հավաքել համապատասխան քանակությամբ ձայներ, հետո նորից այդ սահմանադրությունը փոխել, կանոնները փոխել, ինչ որ օրենքի մեջ, ընտրական օրենքի մեջ փոփոխություններ անել։ Նմանություն տեսնում եք, իմաստ կա իրենց միանալու, որտեվ հիմա ոնց որ թե շատ տարբեր քաղաքական գործիչներ միանում են իրենց։ Բոլորին դեմի հիմնական նպատակ եղել է այն, որ ընտրությունների ժամանակ, քանի որ մենք ունենք խայտառակ ընտրական համակարգ, որի մասին արդեն խոսել եմ, այդ ժամանակ բոլորի նկատմամբ բացասաբար տրամադրված, իսկ բացասաբար տրամադրվածությունը գիտեք ինչից է գալիս, երբեմն ասում է մեկ է չես հաղթելու, ինչի գնամ մասնակցեմ, ոչ թե ասում է դու վատն ես, այլ ասում է այստեղ երևում է, որ հաղթելու է Նիկոլ Փաշինյանը, մենք էլ Նիկոլին դեմ ենք, հիմա նրանք կռահեցին, որ այդ չգնացողներին եթե համոզեն իրենց օգտին քվեարկել, այդ ձայները չեն դառնա Նիկոլ Փաշինյանի հենարանը, որովհետև գիտեք, կայուն մեծամասնության կոչված այդ խայտառակ սկզբունքով, ով որ մի փոքր ձայն ստանում է, մնացած ձայները, չնայև չմասնակցածների ձայները օգնում են, որ նրա տոկոսը բարձր լինի։ Բաշխվում է։ Իրենց առաջնահերթ նպատակներ, բայց ես ասեմ դա հուսահատների կեցվածք է։ Այսինքն դու պետք է եթե անելու բան ունես, այդ բոլորին դեմերից պետք է չկարճես։ Դու պետք է քո գաղափարը տաս։ Ես իրենց մասին ոչ միայն գիտեմ, այլ շփվել եմ, շատ լավ տպավորություն եմ ստացել։ Մյուսի հետ շփվել եմ, զգացել եմ, որ գրագողությամբ է զբաղվում, թող զբաղվի, Աստված իր հետ, բայց բոլորին դեմ եմ նախաձեռնողները, ես իսկապես լավ տպավորություն ստացա։ Եվ հիմա իրենք որ առաջարկում են, եթե բոլորին դեմ եք, գոնե մեզ ձայն տվեք, որ Նիկոլը չանցնի, դա կարող է աշխատել նաև ուրիշների դեմ, բայց ի վերջո իրենց մոտեցումը առողջարար է, բայց հուսահատական։ Եթե որևէ մեկ իրենց կհամոզի, որ կամ իրենք իրար կհամոզեն, որ այ մենք դեմ լինելով փրկարար ենք, այդպեսի բան չի լինում։ Դու պիտի կողմ լինես, քո լուսավոր գաղափարին կողմ լինես եւ այդ լուսավոր գաղափարդ առաջ տանես։ Այսինքն դուք հիմա ես որ մասնակցում եմ ընտրությանը, Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը մասնակցում է։ Դուք պիտի մարդկանց մեջ փնտրեք ինձ ձայն չտվողին ու ասեք արի մեզ ձայն տուր, որ ինչ, որ հետո մենք կանենք այն ինչ որ Հայրիկյանը վաղուց արել է, անկախության պայքարի առաջնորդի գոյության պայմաններում ամենաճիշտը այն էր, որ օրինակ տեսեք, ինչի ես գովեստի խոսքեր ասացի, մարդիկ եկան, շփվեցին, ես չգիտեմ ինչ եզրակացություն կանեն, ընդամենը 2 օր առաջ է եղել, բայց ես հիացա իրենց մակարդակով, այդ ում հետ որ շփվեցի, անուններ չտամ, որովհետև մյուսները կարող են նեղվեն, բայց ընդհանրապես այնքան ակնհայտ է ամբողջ մարդկության համար, որ ընտրությունները դրանք իրավունք են, ոչ թե պարտականություն, որ նույնիսկ եվրոպական մարդու իրավունքների դատարանը Բելգիային եւ Հունաստանին ժամանակին ստիպեց, որ դուք պետք է ընտրություններին չմասնակցելու համար քրեական պատասխանատվություն ենթադրող հոդվածները ձեր օրենսդրությունից անեք, որովհետեւ ընտրության մասնակցելը իրավունք է։ Հիմա բոլոր նրանք ովքեր որ դեմ են բոլորին ոչ թե այն պատճառով, որ իսկապես դեմ են, այլ որովհետև հավես չունեն ներողություն ժողովրդական բառասելու համար, դա նրանց իրավունքն է։ Ես այս իրավիճակում արդեն երբ սկզբունքային դաշինք է ձևավորվել, կարող եմ ասել իրարամերժ ուժերի միջև հանուն բարձր գաղափարի։ Ուզում եք ազգի համար ինչ-որ բան անել, եկեք միացեք մեզ։ Տեսեք, կարող ասեք, վայ, բա մենք ցուցակներում որ քիչ ձայներ ունենանք, ես իմ տեխնատությունը ցուցակներում չեմ դրել։ Ես բավարարվում եմ այսօր ԱԻՄ-ի նախընտրական շտաբի պետը լինելով։ Դուք էլ կարող եք մի քիչ համեստ լինել, ասել լավ, քիչ տեղ ունենք կամ տեղ չունենք, ձայն չունենք, դուք պիտի միանաք այն քաղաքական ուժին, որը գոնե մոտ է ձեր գաղափարներին։ Հիմա խոսում եք հետագայում սահմանադրություն պատրաստելու մասին, ձեզ ուզում եք խաբել ասելով, թե դուք ավելի լավ սահմանադրություն կգրեք, սա ես չեմ գրել։ Այս իմ գրած սահմանադրությունը մարդկության փորձի
համատեղումով մանրամասն վերլուծություններով գտել ենք, որ եթե անհնարին է թվացել 100%-անոց ներկայացուցչական կառույց ստեղծել, խնդիր է։ Այդ խնդիրը մարդկությունը մինչև հիմա չի լուծել։ Լուծումը փնտրել ենք ու գտել։ Դուք պիտի ավելի բարձր բան գտնեք, մեկ է չեք կարող, բայց բարեկամաբար, հայրաբար, ոչ հայրիկյանաբար, հայրաբար որպես քաղաքական գործերի հնամենի գործիչ, ընդհանրապես գիտեք, աշխարհում էլ ես չգիտեմ, որ որևէ մեկը 58 տարի ղեկավար դիրքերում եղած լինի։ Ազգային գործունեությամբ զբաղվում եմ 65 թվականից, բայց 68 թվականից եմ, երբ մեր ղեկավարներին կալանավորեցին եւ հիմնական մասն ասում էր թաքնվենք, մեզ էլ չբռնեն, ես ասացի ինչ թաքնվել, մենք պիտի գործը շարունակենք, ու այդպես եկավ մինչև հիմա։ Հիմա դուք ազգի մեջ ունեք անկախության պայքարի կենթանի առաջնորդ, ու պիտի գնաք ասեք, մարդիկ կարող են նրան դեմ եկեք ինձ մոտ, բայց ես պիտի ներեք դուք։ Դրա համար քանի ուշ չի, ես ձեզ կոչ եմ անում գալ միանալ այս դաշինքին, դեռ անունը որոշված չի, կարող է միասին էլ որոշենք, եւ մանավանդ են քաղաքական ուժերը, որ ժամանակին բացարձակ ժողովրդավարության գաղափարին կողմ են եղել։ Հիմա արդեն այդ կողմ լինելը մենք դարձրել ենք առաջնահերթություն, այսինքն շատ արագ երկիրը դարձնում ենք մի բացառիկ երկիր, աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը 3-ից 6 ամսում։ Հետո էլ նոր ընտրության օրերը կնշանակենք եւ նորից գնացեք առանձին ինչ ուզում եք արեք, բայց ես ուրախ եմ, որ մեր ազգի մեջ գոնե գտնվեց այս դոկ կուսակցությունը։ Զարմանալի բան եմ, չի ասում։ Այսինքն այն մնացած բոլոր քաղաքական ուժերը այնպես չի, որ չեմ շփվել։ Մենք Արեն Կարապետյանի հետ հին հարաբերություններ ունենք։ Եկավ, խոսեցինք, անհայտացավ։ Մյուսների մասն էլ խոսել ենք, անհայտանում են։ Դուք հասկանում եք, որ դոկ կուսակցությունը ձեր կուսակցությունից բարձր մակարդակ դրսևորեց։ Վարդան Ղուկասյան, այդպես էր, չէ՞։ Վարդան Ղուկասյանը ձեզնից ավելի որակյալ մարդ դուրս եկավ։ Որտեղ երբ հայրենիքի համար բան անելու հնարավորություն ինքը տեսավ, թե ինչն է ազգի համար ամենակարևորը։ Դուք չեք սիրում երևում է ժողովրդին։ Չեք սիրում, որ ասում եք, ես ձեզ համար ես ինչ բանը կանեմ, այ ոչիլների ապագա կեր։ Դուք բոլորդ ապագայում ես էլ ձեզ հետ դառնալու եմ ոչիլների կեր։ Դուք պիտի իմ ազգի համար ինչ որ բան անեք։ Տիգրան Մեծն արեց, հետո գնաց վերացավ։ Այդ հսկա Հայաստանն էլ իր հետ վերացավ։ Միակ ճանապարհը քաղաքացուն երկրի տերը դարձնելը, որովհետև քաղաքացիների 80%-ից ավելին միշտ ավելի դրական դրսևորումներ ունի, դրական որակ, քան այն 10-ից 20% երբեմն թերություններ ցույց տվող։ Եթե մենք կարողանանք հասցնել քաղաքացուն երկրի տերը դարձնել, մենք դառնում ենք աշխարհում անմրցելի ժողովուրդ ու պետություն։ Իսկ դուք որոշեցիք Հայրիկյանի կոչը չլսել, պարզվեց բարեբախտաբար այս ազգի մեջ որակ ներկայացնող բան կա, խորքային որակ նկատի ունեմ, թե չէ բաներ կան, որ ինձ համար էլ անընդունել են, բայց մենք իրար ներել ենք եւ գնում ենք առաջ հանուն հայրենիքի։ Գուցե ձեզ խորհուրդներ են փորձում տալ, որը դուք չեք լսում։ Չէ, իրենց տված խորհուրդները ես դրանց պատասխանները հարցնում եմ իմ ուսուցչին։ Երեք մեր տղաներից մեկն ասեց Մարիամ Մագդաղենացին, որ եկավ Հիսուս Քրիստոսի մոտ։ Հիսուս Քրիստոսը քշեց, մեկը մյուսին էր ասում։ Ասում է դու որ դեմ ես քվեարկել։ Այսինքն դու ավելի խելոք ես, քան Հիսուս Քրիստոսը։ Գուցե ընդհակառակը Մարիամ Մագդաղենացին պետք ունի, որ քո միջոցով ինքը այլ որակ ստանա։ Եթե կարող եք պիտի օգնեք, բայց ես երախտապարտ եմ, նաև Լևոն Բաղդասարյանին, որ եկավ ինձ ասեց, բայց քո ասածն եմ ասում։ Լևոն Բաղդասարյանը շտաբի պետն է դոկ կուսակցության, հա։ Այո։ Ինքը դոկ կուսակցության շտաբի պետն է, ես ԱՄ-ի կուսակցության պետն եմ, մենք վաղուց հարաբերություններ ունենք։ Գիտեի, որ ինքը Սահմանադրության իմ նախագիծը խորապես վերլուծել է եւ ամենաճիշտ գնահատականներ տվողներից մեկն է, բայց չգիտեի, որ այդպես նաև քաղաքական այդպիսի բարձր որակներ կարող է։ Եթե երկիրը այս համագործակցությունից կօգտվի, միայն ողջունելի է։ Քանի ուշ չի բոլորը պետք է շտապեն, այստեղ մենք իսկապես ստեղծենք մեկ միասնական բռունցք, որտեղ եւ աշխատատեղեր կստեղծենք եւ բանակ կստեղծենք եւ ուժը Հայաստան, ամեն ինչ։ Բայց պիտի դա անողը լինի ժողովուրդը, ժողովրդի վերահսկողությամբ։ Պիտի հարգես մարդուն։ Եթե դու մարդուն չես հարգում, ինչքան էլ ասես քեզ սիրում եմ, ես քո համար ես ինչ բանը կանեմ։ Հիվանդներին հասկացանք, մտավոր հիվանդներին նկատում եմ, պիտի օգնես։ Բայց քո դիմացը ինչ ես դու մարդուն հասցնում են վիճակի, որ ինքը ասի, տեսնես ինձով կփրկի։ Ով այդպես ասեց, նա արդեն որպես մարդ ահագին ծանր վիճակում է, պետք է դրան էլ չմոռանալ օգնել, բայց երբեք նրանց չզրկել իրենց ճակատագիրը տնօրինելու աստվածատուր իրավունքից։ Շնորհակալ եմ եւ վերջին հարցս ապրիլի 26-ին կառավարության դիմաց բողոքի ցույց եք հայտարարել։ Այս խառը վիճակում ինչ պետք է ասեք։ Գիտեք, ինձ թվում է, թե դա նույնպես պետք է բոլորին հետաքրքրեր։
ընտրություններից առաջ բոլոր միջոցառումները, որ կապված են ընտրական միավորների հետ, դրանք կարգավորվում են կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով։ Ես փաստերի փունջ եմ հավաքել եւ արդեն անառարկելի է, երկար ժամանակ եմ աշխատում այդ ուղղությամբ, մենակ չեմ բարեբախտաբար, ԱԻՄ նախագահությունը աջակցել է բոլոր դեպքերում, ԱԻՄ-ականները, նաեւ շատ քաղաքացիներ, գտել ենք, որ դա այդ օրենքի խախտումը կոռուպցիոն հանցագործություն է, օրենքում հասարակ բան է խախտում։ Գիտեք, մենք կարող ենք 1000 խախտումների մասին խոսել, բայց մի հասարակ բան կա, թվում է թե անմեղ բան է գրված։ Երբ կուսակցությունը կառավարությանը պետական կառույցներին հանրագիր է ներկայացրեց, պիտի քննարկի, չէ՞, կամ պիտի կարծիք հայտնի, կամ պիտի պատասխան գրի, այդպես չի գրված։ Օրենքում, կարծում եմ, Վենետիկի հանձնաժողովի հատուկ հանձնարարությամբ գրված է։ Երբ ընդդիմադիր, եւ դա համարվում է երաշխավորումը ժողովրդավարության, երբ ընդդիմադիր կուսակցություններից մանավանդ պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման կառույցները ստանում են հանրագիր, ապա նրանք պարտավոր են քննարկել։ Իրենք անտեսում էին, կարդացել են, գցել են մի կողմ, համարում են քննարկել։ Ես հասա նրան, որ Արտարադատության նախարարությունը որ գրում էր, որ դե մենք փոխանցեցինք հանձնաժողովին, ես ասում եմ, լսեք, դուք պետք է ոչ թե փոխանցեք, այլ քննարկեք։ Հետո իրենք փոխեցին մարտավարությունը, ասում էին, մենք չենք ստացել, չենք կարդացել։ Փոքր ցույցերի միջոցով ես կարողացա իրեն ստիպել ընդունել եւ պատասխաններ գրել։ Պատասխաններից մեկում Արտարադատության նախարարության գլխավոր քարտուղարը Գալյանն էլ Նիկոլի հանձնարարությամբ գրում է. Մենք վերջապես գրում է, մենք սահմանադրության վերաբերյալ ձեր առաջարկները նկատի կունենանք։ Իդեպ ասեմ, որ տապալվել են, գիտեք, չէ՞, մարտին պիտի տային, եւս մեկ անգամ ջախջախվեցին։ Դա արդեն հերիք է, որ իրենք համարվեն ապօրինի, նրանք ընտրության մասնակցելու իրավունք անգամ չունեն։ Քանի տարի է։ 6 տարի միայն փաստացի են աշխատում։ Ուրեմն, երբ դա ներկայացրեց, իրենք քննչական կոմիտե են ուղարկում, քննչական կոմիտեն գրում էր փաստեր չեք ներկայացնում։ Հիմա ես ներկայացրել եմ արդեն փաստեր։ Եվ կառավարությունը պարտավոր էր արդեն այդ փաստերի հիման վրա, իրենք ընդունել են, որ ստացել են դատախազությանը գրված է, օրենքը պահանջում է քննարկել, ոչ թե նկատի ունենալ, դատախազությունը խեղդված է, չգիտի ինչ պատասխանի։ Ներքին խոհանոցից ես գիտեմ, ասում են ախր մենք կանգնած ենք անելանելի վիճակի առաջ, ինչ էլ գրենք սխալ դուրս կգանք։ Իսկ սահմանադրական օրենքի պահանջը չկատարել, այն էլ իշխանության չարաշահմամբ, ծանր հանցագործություն է։ Ասեն, որ իմ այս տևական աշխատանքը ինչ արդյունք տվեց, կար մասնագիտական հանձնաժողով, որը հենց այնպես աշխատավարձներ էր ստանում, նվազագույնը 200 միլիոն դրամից ավելի քամուն են տվել։ Իրենք իմ այդ ճնշման տակ մասնագիտական հանձնաժողովը վերացրին, բայց կատարեցին հաջորդ հանցավոր քայլը։ Եթե մասնագիտական հանձնաժողովը չի պատրաստում սահմանադրությունը, ով է պահանջում։ Պարզվեց սուրճ էփողները, Արտարադատության նախարարում սուրճ էփող տղերքն ու աղջիկերքը, այս սահմանադրությունը, այս կետն են թխում բերում այնտեղ եւ խորհուրդ կա, որի մեջ մի երկու մտածող մարդ կա, այդ խորհուրդն ասում է սուրճ խմելուց այս ինչ բանը որ ասել ես լավ ես ասել, թեյ խմեիր ավելի լավ կասեիր։ Օրինակ, կայուն մեծամասնության մասին դրույթը, իրենք ասում են, այսպես անենք, առաջին փուլում թող դա չլինի, եթե չի ընտրվում, ուրեմն նոր ընտրություն են կազմակերպում, բայց երկրորդ ընտրության ժամանակ կայուն մեծամասնության, այսինքն 15-20%-ով 60%-ի տեր դառնալու սկզբունքը պիտի պահպանվի։ Հիմա այս բոլորը հավաքված իրար հետ, մենք մի քանի օր առաջ դատախազությանը ներկայացրինք վերջնագիր, որ դուք պիտի այս ժամկետում պատասխանեիք, եւ ամսի 16-ին, երբ լրանում է ուղիղ 1 ամիսը, դա էլ հանրագրերի մասին օրենքին է վերաբերում, հիմա մենք գնում ենք, ես կարծում եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը բան ու գործ պիտի թողնեն ամսի 16-ին, ժամը 16-ին, 16-16, գան կառավարության դիմաց եւ ասեն, կուսակցությունների մասին օրենքը խախտող, կոռուպցիոն հանցանք կատարող Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական ուժը իրավունք չունեն մասնակցելու այս ընտրություններին։ Այդ շեշտադրման պետք է աշխատել, թե չէ սրանք մանկապարտեզի երեխայի նման նախագահ աշխատած մարդը, չեմ ասում Հայաստանի Հանրապետության նախագահ աշխատած մարդը ազգի թշնամին, ասում է մենք ընտրություններին կգնանք խորոխ տեսքով, եթե ընտրություններում անարդարություն լինի, ընտրություններից հետո կպայքարենք, այ փոքրիկ, բան չես սովորել, կարգին մարդիկ հանցագործությունները կանխարգելում են, ոչ թե հետևից գնում, ասում են հանցագործության հետևից կգնանք։ Հիմա ես այդ հնարավորությունը տվել եմ բոլոր քաղաքական ուժերին։ Ինչի հետևից եք ընկել, աթոռ եք ուզում։ Իմ չափ ոչ մեկը չեք ստացել ու չեք էլ ստանա։ Իմ ստացած աթոռը ընտիր աթոռ է, կալանավորական աթոռ, հանուն հայրենիքի ազատության։ Մենք գերված ենք, ակսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես։ Այդ եղել իմ աթոռները։ Հիմա դուք սովորեք, մի բան սովորեք։ Ուրիշ չեք ունեցել։ Ուրիշ հաջողակ ազգային քաղաքական գործիչ
ցավում եմ հայ ժողովրդի չի ունեցել։ Նվիրյալներ, մեծություններ ունեցել ենք, բայց նպատակը չեն իրականացրել։ Հիմա ձեզ բախտ է վիճակվել ունենալ Հայաստանը միջազգային իրավունքի ենթակա դարձնող պայքարի առաջնորդ, ու նրա ասածները չլսելով ուզում եք հաջողության հասնել, բա մոռացել եք, որ ասել է, ասված է, պատվիր ծնողներիդ, որ հաջողության հասնես։ Ես դեռ քաղաքական ծնողն եմ, որպես ծնող բան ու գործ ամեն ինչ թողել եմ, եկել եմ երեխայի նման աշխատում եմ, որպեսզի աթոռից էլ չվախանաք, ասում եմ աթոռն է ձեզ։ Ցուցակում ես չեմ էլ լինի, բայց հասկացեք, ամսի 16-ին մենք կարող ենք կանխել մեզ սպասվող մեծագույն վտանգը, կանխել, ոչ թե թույլ տալ, որ զարգանա։ Խախտված է այն օրենքը, որով պետք է արդարությունն ապահովվի կուսակցական ընտրություններում։ Այնպես որ դա շատ կարևոր միջոցառում է։ Իդեպ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր կողմից լրջորեն մեղադրվում է նաև եւս մեկ հոդվածով, նույնպես կոռուպցիոն հանցանք է, ինքնիրավչություն։ Նիկոլ Փաշինյանի վարչապետի իրավասությունների մեջ չի մտնում պետությանը ժողովրդին պարտադրել սահմանադրության որևէ տարբերակ։ Մենք ունենք սահմանադրություններ լավ վատ, ես գիտեմ վատերը որոնք են, ժամանակին գլխավորել եմ այդ հանձնաժողովը։ Ի վերջո Համարյա 30 տարի առաջ ես այս գործով զբաղվել եմ դեռ այն ժամանակ որպես ղեկավար, բայց մենք վերցրել ենք 5 գործող սահմանադրության վրա փոփոխություններ ենք կատարել լավացնելու նպատակով։ Օրինակ երկքաղաքացիությունը այնտեղ շատ նախագահ պիտի զրկվի, ներկայացուցչական մարմինը կամ հայականորեն ցրելու իրավունքից, այդ բոլորը ինձ հաջողվեց։ Հիմա այսքան ժամանակ անցնելուց հետո մեկ էլ լսում եք Նիկոլ Փաշինյանը ասում է, ես ստացա հայեցակարգ մասնագիտական հանձնաժողովից, կարդացի, մասնագիտականն է, տեսեք, Կոշկակարն ասում է, ես վիրաբույժներից ստացա տեղեկություն, որ այս վիրահատությունը պիտի արվի, բայց ես որոշեցի իմ կոշկակարի դանակով ինքս վիրահատություն անել, ինքը իրավունք չունի, ես որոշեցի մենք նոր սահմանադրություն պիտի ունենանք, դա կոչվում է ինքնիրավչություն, չունես լիազորություններ, բայց մխրճվում ես դրանց մեջ, սա էլ մի հանցանք է, մենք վաղը պիտի գնանք ասենք, այս հանցագործություններ անող մարդը, ոչ թե պետք է հավաքել մարդկանց ու ճղճղալ հենց այնպես, այլ վաղը չեմ ասոր գործ կա, գալիս է հրապարակ միասին ամբիոններ կտրամադրվի բոլորին։ Նույնիսկ դուք կազմակերպեք, բերեք ամբիոններ դուք միասին անենք։ Իրազեկումը կա, քաղաքապետարանը։ Թույլտվություն ստացել եք։ 100%-ով մենք օրինականության շրջանակներին ենք աշխատում։ Շնորհակալություն, որ այդ հարցը տվեցիք, դա իսկապես կարևոր հարց է, պետք է հասկանալ։ Հանցագործությունը պետք է կանխել, եթե հնարավոր է։ Ոչ թե թույլատրել, խրախուսել, խանդավառել, հետո ասել մենք հիմա էլ դրա մարենք։ Հետո դա քաղաքական ծրագիր է յետընտրական շրջանում, այդպիսի պլաններ կան յետընտրական շրջանի հետ կապված։ Դե իրենք ասում են, ես չեմ ասել այդպիսի բան երբեք։ Գիտեք, այն քաղաքական ուժը, որ ասում ես խուժան ընտրություններին ես չեմ մասնակցի։ Այդ բնական է ինքը այդ խուժան ընտրության հետևանքներն էլ, բայց ամեն դեպքում ես ասում եմ, որ հիմա քանի որ որոշել ենք մասնակցել, բարի եղեք, կրկնում եմ, անել այնինչ գրագետ մարդիկ անում են։ Ոչ թե թողնում են, որ ծառը ոչլոտի հետո ոչլոտելուց հետո սրսկել, այլ նախապես սրսկում են, որ ծառը չոչլոտի։ Հիմա նույնը այսօր Նիկոլի ուրթիմի հետ է կապված։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի Ես նույնպես շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Պարուր Հայրիկյաններ մեր զրուցակիցը, ԱԻ առաջնորդ զրուցվար մեզ Գայան Արաքելյանս։ Բարին ընձեզ։